Ողջույն բոլորին, այսօր միասին կանենք ամենօրյա արագ դիմահարդարում, հաճախորդ ունի աչքերի տակ գույների փոփոխություն, դրա համար ծիրանագույն գույնով կփակենք և թաց սպունգի միջոցով հարթեցնում ենք, արդեն տեսակ միանգամից թարմություն և փակվեցին մուգ շրջանակները աչքերի տակ։ Ինչպես տեսնում եք, հաճախորդը ունի իդեալական հարթ մաշկ, դրա համար ես տոնային չեմ անի և կանեմ Revolution-ի concealer միայն, շատ քիչ քանակով, ամենօրյա դիմահարդարման նման և կտարածեմ սպունգի միջոցով։ Քանի որ հաճախորդը ունի դեմքը չորանալու հատկություն, այսօր մենք ամբողջը կանենք թաց տեքստուրաներ, այսինքն lifting մակիաժ, կդնենք վարդագույն այտերին, ռումյանայի փոխարեն և հայլայթերը նույնպես կդնենք թաց վիճակում։ Մեզ մոտ հայլայթերը Maybelline-ից է, շատ գեղեցիկ թաց հայլայթերը, կարող եք ձեռքի օգնությամբ դնել այդ ոսկրերին, հետո նոր սպոնջիկի օգնությամբ տարածել, ինչը որ կտա lifting էֆեկտ։ Եթե կցանկանաք, վրայից կարող եք նաև ֆիքսել, եթե ոչ, այսպես էլ կարող եք կանենք քթի կոնտուր։ Այն եզակի դեպքերից է, երբ որ ես իսկապես ափսոսում եմ դեմքը, ինչ-որ մի բան քսել, որովհետև եթե դեմքը իսկապես կարիքը չունի, պետք չի ծանրաբեռնել կոսմետիկայով, այստեղ հիշում եք, անցկացնում ենք երկու զուգահեռներ, այստեղ մեջտեղը մի փոքր մքեցնում ենք և տաքի հատվածը։ Եվ ընդգծված քիթը պատրաստ է։ Հիշում եք, կոպի այս անկյունից վերցնում ենք ռաստուշովկա ենք անում, մնացածը ցրում դեպի ներս, իսկ մնացածը հանում դուրս։ Աչքը բացում ենք և դիմաց ենք նայում։ Նույնը մյուս աչքը։ Դիմային հատվածները կլուսավոր են բաց երանգով, հայացքը ավելի պարզ և բաց լինելու համար։ Հարդարում ենք տուշով։ Ցանկալի է հաճախորդը աչքերը բաց պահի և ներքև նայի, որպեսզի խուսափեք հանկարծակի աչքը վնասելուց և նույնությամբ մյուսը։ Ընդգծում ենք շուրթերը, քանի որ հաճախորդը արդեն ունի շատ գեղեցիկ շրթունքներ, շատ մեծ չենք մեծացնի ու կանենք գլոս տարբերակ, որ ընդհանուր շատ սիրուն լինի։ Ինչում կանենք Anastasia Beverly Hills-ից գլոս տարբերակ, շատ քիչ, հապի, վերջ, ինչու չէ, շատ գեղեցիկ և ամենօրյա և երեկոյան մեյքափը պատրաստ է։ Ձեզ դուր եկավ։